Մինչև Վենսի ինքնաթիռողություն կվերցնի դեպի Բաքու, հայկական զվարթնոցում նա հաստատեց հայ գերիների հարցը Ադրբեջանում կքննարկեն։ Այո, հանդիպումների ժամանակ կխոսենք նաև հայ գերիների մասին։ Դա անկասկած կքննարկվի։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք թե այստեղ վարչապետի եւ թե Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նկատի առնելով լավ հարաբերությունները Իլհամ Ալիևի հետ, հնարավոր է, որ Վենսի այցից հետո ադրբեջանցիները լքեն հայկական տարածքները, ռազմավարական բարձունքները։ Մասնագետները լավատես չեն, միջազգային իրավունքի փորձագետը նկատում է Ալիևի սուրը ներպետական դատարաններում է կտրում, որովհետև ներսում հնարավորություն ունի վերահսկել դատական process-ը, հրահանգներ իջեցնել։ Վերջին 30-35 տարում ընդդեմ Հայաստանի նա չի դիմել միջազգային տրիբունալ, որովհետև այնտեղ չի կարող հրահանգներ իջեցնել։ Վախենալու բան ունի Ալիևը։ Օրինակ կարող է պարզել, որ այդ ոչ թե Հայաստանն է հարձակվել Ադրբեջանի վրա եւ տարածքներ գրավել, այլ իրականում Ադրբեջանն է հարձակվել անկախություն հռչակած միավորի վրա, իրականացրել էթնիկ զտումներ, իրականացրել խոշտանգումներ։ Հայաստանի վրա հարձակումն էլ օկուպացնելը տարածքների հնարավոր է, որ պարզի որ ինքն է հարձակվել սուվերեն երկրի վրա։ Հնարավոր է, այլ արդեն ապացույցների այդ կգան։ Օրինակ ասենք Վանք գյուղում ընտանիք է քաղաքացիական անձինք են ռմբակոծության տակ ընկել մահացել եւ նոր փաստեր դուրս կգան եւ այդ դատարանը կարող է ուղղվել սլակներ ընդդեմ Ադրբեջանի։ Ամերիկյան կողմը ինֆորմացված է անշուշտ, որ Բաքուն ռեժիմով վերջնագրեր է ներկայացնում սահմանադրությունը, փոխեք նախաբանից հանեք հղումը անկախության հռչակագրին, արևմտյան Ադրբեջանի նարատիվն է առաջ մղում, պնդելով ինչ-որ փախստականների վերադարձի մասին։ Հերթով պահանջներ է դնում ու էտապ բավարարել տալիս, բայց խաղաղություն, երկխոսություն, եղբայրություն լոզունգներով Զայեդ մրցանակը ստացավ, ձեռք սեղմեց ու հենց հաջորդ օրը բռնապետը Բաքվում իջեցրեց հայ գերիների ծանրագույն դատավճիռները 20 տարուց մինչև ցմահ ազատազրկում։ Միացյալ Նահանգների փոխնախագահը վստահաբար քաջածանոթ է այս համապատկերին, Ալիևի խաղաղություն խաղալու այս արարներին, ու թերևս այս խնդիրն էլ չեն շրջանցի գերիների վերաբերյալ հարցը քննարկելիս։ Դուք հույս ունեք, որ Վենսի այցը կարող է այդ հարցը լուծել։ Չեմ կարծում, կարող է ինչ-որ մի process արագացնել, փափկացնել, կարող է ի վերջո մի քանի հոգել ազատ արձակի Ալիևը, բայց քաղաքական պաշտոն զբաղեցած անձանց արդեն դեռ երկար տևեն այդ process-ները։ Արևմուտքը Հայաստանում շահեր չունի, անհանգստանում են մասնագետները, շահերն ավելի շատ Ադրբեջանում են, նավթ, գազ, Թրամփը Բաքվի հետ ռազմավարական գործակցության է ձգտում, նկատում են։ Հայաստանի հետ այդպիսի գործակցության մասին Վենսը չխոսեց։ Ամերիկյան ներդրումները ամերիկյան Ստենֆորդի համալսարանի դոկտորը խրախուսում է, բայց հույս չունի, թե դրանք Հայաստանի պատվարը կարող են դառնալ։ Ներդրումը չի ապահովում անվտանգություն։ Ներդրումները Ուկրաինային չօգնեցին, ներդրումները Վրաստանին չօգնեցին, ներդրումները Իրաքում, Աֆղանիստանում չօգնեցին։ Տասնյակ ուրիշ օրինակներ կարող են վերել, որտեղ հսկայական գումարներ են ներդրվել, դա խաղաղություն չի բերել, դա շատ անգամ պատերազմ է բերել։ Ադրբեջանին զենք վաճառելը արգելող 907 բանաձևի չեղարկմանը Ալիևը հասավ օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հանդիպման ընթացքում։ Հիմա մասնագետները մտավախություն ունեն, որ ամերիկյան կողմը Բաքվի հետ ռազմական գործակցությունը կարող է շատ ավելի խորացնել, իսկ խաղաղությունը փաստերով է հաստատվում, նկատում են, երբ ստորագրված չէ խաղաղության պայմանագիրը, երբ ինքնիշխան Հայաստանից զավթած տարածքներ կան, երբ հայերը պատանդարված են Բաքվի բանտերում, ինչ խաղաղության մասին խոսել հարցնում են ու հիշեցնում, պատերազմից անմիջապես հետո են բաց թողնում գերիներին, հենց պատերազմի գրված ու չգրված օրենքներով։ Եվ ուրեմն խաղաղության մասին Ալիևի երդումներին հավատալ։ Սիրանշ Մրեդյան, ժամը լրատվական։